Եթերում լուրերի ժամն է, բարի երեկո։ Եվ այսպես Երևանի շտաբ բուժօգնություն ծառայության շարժակազմը համալրվել է 7 նոր ժամանակակից եւ գերհագեցած շտապօգնության մեքենաներով Զանգերի կենտրոնն ամբողջությամբ թվայնացվել։ Այս մասին Facebook-ում հայտնել է վարչապետն ու տեսանյութ հրապարակել։ Հիմա այս բան կանչերը ծննդան ամիսին եթե շատանում է, մինչև 53 բրիգադ սարքում։ Կանչերի քչացման հետ կապված իջացնում են, այսինքն ճկուն ձևի նկատում եմ բոլորը սարքին վիճակում են։ Հա, հիմնականում բոլորը սարքին վիճակում են։ Նկատում եմ հիմա ինչքան է օբյեկտիվ պահանջարկը եւ ինչքան մեքենա կա աշխատող։ Միջինում 50 մեքենան ունենք այդ։ Հա միանշանակ ունենք, դες չի նոր մենք պակասների բացարձակ չունենք։ Հիմա փաստացի թարմացում։ Մի հատ է ուրիշ գործիք ենք հիմա ներդնում, որ քաղաքացին զանգելով 103 եթե ինքը չի կարող կողմնորոշվի թե ինքը որտեղ է գտնվում, մենք իրան կարճ հաղորդագրություն ենք ուղարկում, ինքը ընդհանրապես սխմելով այդ կարճ հաղորդագրության վրա մենք իրան ավտոմատ արդեն տեսնում ենք թե ինքը որտեղ է։ Սարերում կլինի, ձորերում կլինի, մենք իրան գտնենք արդեն քարտեզի վրա կոնկրետ տեղը իրը կտեսնենք։ Շատ լավ, դե չխնդրեմ։ Քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության եւ քաղաքաշինության պետի պաշտոնը զբաղեցրած անձը 2010-ից 18 թվականներին չարաշահել է պաշտոնեական լիազորությունները, կատարել կեղծիք եւ օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափի գույքը։ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ նա կազմակերպել է Երևանի կենտրոնում գտնվող հողամասի ձևական աճուրդ վաճառքը, դրա վերաբերյալ կեղծ արձանագրություն կազմել, արդյունքում աճուրդին փաստացի չներկայացած մտերիմը ճանաչվել է հաղթող։ Ապա նույն հողամասի ընդլայնման ապօրինի գործընթաց է կազմակերպել, չարձանագրելով օտարվող հողամասում ինքնակամ կառույցի առկայությունը եւ չկազմակերպելով դրա օրինականացման գործընթացը, որի հետևանքով համայնքին պատճառվել է առանձնապես խոշոր չափի գույքային վնաս։ Այսպիսով օրինականացվել է ընդհանուր մոտ 140 միլիոն դրամի գույքը։ Մեղադրանք է ներկայացվել նրան, նաեւ այս հանցանքների կատարման օժանդակած երկու անձի, այդ թվում քաղաքապետարանի նախկին պաշտոնյայի որդուն։ Երեքի նկատմամբ խափանման միջոցը տնային կալանքն է, Հայաստանից բացակայելու արգելքն ու գրավը։ Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հակակոռուպցիոն դատարան։ 2024-ի նոյեմբերի 21-ին համայնքային ոստիկանության բաժնի պետի կողմից բռնություն գործադրելով ծառայողական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է։ Այս մասին հայտնում է քննչական կոմիտեն, հիմնավորվել է, որ բաժնի պետը բռնություն է գործադրել ակումբի հաճախորդի նկատմամբ, որից հետո ակումբի աշխատակիցներին եւ հաճախորդներին հրահանգել է լքել տարածքը, այդ կերպ խոչընդոտելով ընկերության բնականոն աշխատանքը, նաեւ բռնություն գործադրելու սպառնալիքներ է հնչեցրել ակումբի երգչուհուն նկատմամբ։ Հարուցվել է հանրային քրեական հետապնդում, վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին, այն հաստատելու եւ ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ։ Քննչական կոմիտեում ավարտվել է սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Պարզվել է, որ 2025 թվականի մայիսի 9-ին մի խումբ անձինք մեկնել են ԱՄՆ-ի բնակության վայր հայհոյել, վերջինը բենզին է լցրել նրանցից մեկի վրա եւ կրակայրիչով այրել։ ԱՄՆ-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, խափանման միջոց է կիրառվել տնային կալանքն ու գրավը։ Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։ Խուլիգանության հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։ Շարունակենք, կառավարությունը բիզնեսին կազատի հումքի եւ սարքավորումների մաքսազերծման վճարներից։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Facebook-յան տեսանյութում մանրամասներ է ներկայացրել կառավարության աջակցության ծրագրերից մեկի մաքսատուրքի արտոնության մասին։ Ուզում եմ խոսել կառավարության աջակցության ծրագրերից մեկի մասին, մաքսատուրքի արտոնության մասին։ Ինչ է այս ծրագիրը իրենից ներկայացնում։ Այն գործարանները, ներդրողները, որոնք որ կառավարության կողմից հայտարարված գերակա ոլորտներում ներդրումներ են իրականացնում եւ ներմուծում են հումք կամ սարքավորումներ երրորդ երկրներից, ոչ ԵԱՏՄ երկրներից, կառավարությունը նրանց ազատում է մաքսատուրքի վճարման պարտավորությունից։ Նախորդ տարվա ընթացքում այդպիսի 67 նախաձեռնություն աջակցություն է ստացել, 3405 աշխատատեղ է ստեղծվել եւ ես ուզում եմ նշել, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը կտրամադրի այդ արտոնությունը ցանկացած գործարարի, ցանկացած ներդրողի, ով նախապես հայտարարված այդ ներդրում, ուրեմն գերակա ոլորտներում ներդրումներ կիրականացվի, ցանկացած առանց բացառության։ Նախորդ տարվա արդյունքների մասին կարճ նշեմ, որ 100 միլիոն 500 հազար դոլարի աջակցություն է տրամադրվել, այս գումարից 1 միլիոն 200 հազար դոլարը պետք է ուրեմն Հայաստանի Հանրապետության պետական բյուջե մտներ եւ 99 միլիոն 300 հազար դոլար
դոլարը ԵԱՏՄ երկրների բյուջեներ պետք է գնար, բայց մենք նախընտրել ենք, որպեսզի այս 100 միլիոն 500 հազարն էլ մնար Հայաստանի Հանրապետությունում, ստեղծվեն աշխատատեղեր, վճարվեն հարկեր, զարգանա Հայաստանի տնտեսությունը եւ հետեւաբար Հայաստանի Հանրապետությունը։ Շարունակենք Ծիծեռնակաբերդի հուշահամալիրն ու թանգարանը բաց են եւ չեն փակվելու ապրիլի 24-ին։ Կրթության նախարարն է հայտարարել ասուլիսում։ Ժաննա Անդրեասյանը վերջին անգամ հուշահամալիրում եղել է դեկտեմբերի 30-ին։ Դեկտեմբերի 31-ից հունվարի 4-ն աշխատանքները դադարեցվել են, հունվարի 5-ից վերսկսվել։ Ամեն ինչ արվում է, որ աշխատանքներն ավարտված լինեն մինչև ապրիլի 24-ը։ Նախարարը խոսել է նաեւ ուսուցիչների ատեստավորման ու աշխատավարձերի բարձրացման մասին։ Ես կարող եմ ասել, որ մենք ունենք ավելի քան 9600 ուսուցիչներ բողոքարկման արդյունքները հաշվի առնելով, որոնք որ անցել են կամավոր ատեստավորումը հաջողությամբ եւ բարձրացված վարձատրություն կստանան արդեն այս ամսվանից սկսած։ Եվ նրանք կազմում են մեր ուսուցիչների շուրջ 31%-ը։ Սա շատ լավ ցուցանիշ է, սա ցույց է տալիս, որ կամավոր ատեստավորման համակարգը ամբողջությամբ կայացել է եւ շարունակում է զարգանալ։ Միևնույն ժամանակ մենք անընդհատ հանդիպումներ ենք ունենում ուսուցիչների հետ, որպեսզի հասկանանք ինչ բարելավման տեղեր ունենք եւ այս աշխատանքն կազմում է մեր շարունակական քայլերի մի մասը, բայց սա նաեւ արտացոլվում է այն ֆինանսավորմամբ, որ տրամադրվում է ուսուցիչների խրախուսման ծրագրերին եւ մասնավորապես 2019-ին ուսուցիչների հավելյալ խրախուսման համար հատկացված է եղել 266 միլիոն դրամ։ 2025-ին մենք այս ուղղությամբ ծախսել ենք 15.2 միլիարդ դրամ։ Եթե այդպես տոկոսային աճերի տեսանկյունից խոսենք, տոկոսը 1163 է, բայց նաև այն պատճառով, որ մենք սկսել ենք այսպիսի ուրեմն սահմանափակ ծրագրերից։ Սա ոչ միայն թիվ է, այս թվի հետևում հնարավորություններ են, որոնք հազարավոր ուսուցիչների են ընձեռվել, մասնավորապես գիտեք, որ մենք գյուղական փոքր դպրոցների ուսուցիչների համար ունենք առանձին հավելավճարի ծրագիր, բնագիտական առարկաների եւ տեղեկատվական տեխնոլոգիայի ուսուցիչներն են այս ծրագրերի շահառու, կամավոր ատեստավորումն է, տարակարգի նոր մեխանիզմն է, եւ այս բոլորը բնականաբար ընձեռում են նոր հնարավորություններ եւ 26 թվականին մենք արդեն իսկ այս նպատակների համար հատկացրել ենք շուրջ 20 միլիարդ դրամ եւ սա նշանակում է, որ մեր ուսուցիչները էական հնարավորություններ ունեն իրենց վարձատրությունը բարձրացնելու, ասեմ, որ այս դպրոցում էլ որտեղ մենք գտնվում ենք, կան ուսուցիչներ եւ նրանք քիչ չեն, ովքեր հաջողությամբ հաղթահարել են թե կամավոր ատեստավորումը եւ թե նաեւ բարձր աստիճանի տարակարգ ունեն, այնպես որ եթե իրենք ցանկանան, կարող են նաև լրացուցիչ տեղեկատվություն փոխանցել իրենց փորձառության մասին եւ կիսվել այն տվյալներով, որը երբ ես միշտ հայտարարում եմ, միշտ լինում է թերահավատության մի ալիք, երբ որ խոսում եմ այն մասին, որ մենք այսօր ունենք բարձր վարձատրվող ուսուցիչներ եւ նրանց թիվը գնալով ավելանալու է, որովհետեւ ես արդեն նշեցի, որ ամեն երրորդ ուսուցիչը ատեստավորված է։ Եվ գիտեք, ես մի ցուցանիշ էլ կուզեմ նշել, որի մասին նախորդ տարիներին առիթ ունեցել եմ խոսել, դա ցույց է տալիս կառավարության քաղաքականության արդյունավետությունը։ Խոսքը համակարգ մուտք գործած նոր ուսուցիչների թիվն է եւ առիթ ունեցել ենք հնչեցնելու 2023-24 ուսումնական տարվա ցուցանիշները։ Այսօր ես ուզում եմ ավելի թարմ տվյալներով կիսվել ձեզ հետ 24 թվականին եւ 25 թվականի առաջին կիսամյակ մեր դպրոցներ մուտք են գործել ավելի քան 4000 նոր ուսուցիչներ։ Դրանք մարդիկ են, որոնք մինչև այդ չեն դասավանդել դպրոցներում եւ 24 եւ 25 թվականի առաջին կիսամյակի դրությամբ 25-26 ուսումնական տարվա առաջին կիսամյակի ներողություն դրությամբ մեր դպրոցներում աշխատում են որպես ուսուցիչ։ Եվ եթե մենք նայենք նրանց բաշխվածությանը, օրինակ ըստ տարիքային կազմի, ապա կարող ենք տեսնել, որ այս ուսուցիչների կազմում շուրջ 80%-ը կազմում են մինչև 45 տարեկան մարդիկ։ Ինչ է սա նշանակում։ Մի շատ պարզ բան, որ կառավարության այս քաղաքականությունը, որը ուսուցչի մասնագիտության, գրավչության բարձրացմանն է միտված, կոնկրետ արձագանք է ունենում եւ այն մարդիկ, ովքեր նախկինում գուցե չէին մտածել դասավանդման մասին, գուցե իրենց փորձում էին այլ ասպարեզում, վերադառնում են դպրոց կամ
մտնում են դպրոց աշխատանքի եւ այդ ուսուցիչները գալիս են նաեւ համալրելու մեր ուսուցչական համակազմի շարքերը, որոնք մեծ ծավալի աշխատանք են անում եւ առիթից օգտվելով ուզում եմ նաեւ շնորհակալություն հայտնել այդ աշխատանքի համար։ Հունվարի 1-ից աշխատանքային պայմանագրերը կնքվելու են բացառապես էլեկտրոնային։ Աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխությունները ուժի մեջ են մտել տարեսկզբից։ Այս մասին հայտնել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի եւ զբաղվածության բաժնի պետը։ Ժորա Սարգսյանը մանրամասն ներկայացրել է տեսա ինչ խնդիրներ է լուծելու։ Գործատուներն ու աշխատողները այսուհետ կունենան պայմանագրի օրինակելի ձևով կազմված պայմանագիր, այսինքն այն խնդիրը, որը մենք բազմիցս արձանագրել ենք, որ պայմանագրերը չեն համապատասխանում օրենսդրությանը, ստացվում է, որ հնարավորինս չի լինելու, քանի որ մենք հարթակում նախատեսել ենք բոլոր պարտադիր լրացման ենթակա դաշտերը եւ անգամ շատ դաշտերի պարագայում ունենք հուշումներ, թե ինչպես այդ դաշտերը լրացվի, ինչը եւս բավականին կհեշտացնի գործընթացը։ Մյուս խնդիրը, որ կլուծվի, այն է, որ մենք հանդիպել ենք դեպքեր, երբ աշխատողները այդպես էլ իրենց աշխատանքային պայմանագրի օրինակը չեն ստացել կամ ստացել են ավելի ուշ, քան նախատեսված էր աշխատանքային օրենսդրությամբ։ Համակարգի ներդրման պարագայում այս խնդիրը եւս լուծվում է, որովհետեւ պայմանագիրը ստեղծում է on-line հարթակում, էլեկտրոնային թվային հարթակում, հետևաբար անմիջապես աշխատողը երբ կստորագրի, կտեսնի իր պայմանագիրը իր ESM սերվ պորտալ հարթակում։ Այսինքն այս խնդիրը եւս լուծվում է եւ երրորդ խնդիր, որը այսուհետ կարող է լուծվել, առանձնացնեմ, վերաբերում է տեսչական վերահսկողական մեխանիզմներին, որովհետեւ մենք կարողանալու ենք այդ երբ որ ստուգում կբացվի գործատուի մոտ աշխատանքային հարաբերությունների մասով, հնարավորություն կտրվի արդեն իսկ տեսնել միանգամից, թե ինչ պայմանագիր կա կողմերի միջև կնքված, այդ պայմանագրերը ինչ փոփոխություններ են կատարված եւ տվյալ պահին ինչ վիճակում է գտնվում իրենց հարաբերությունները, այսինքն այն իրականությունը, որ մենք որոշ դեպքերում ունեցել ենք, երբ որ ստուգումից առաջ հետին ամսաթվով համաձայնագրեր են պատրաստվել եւ դրանով փորձել են ցույց տան, որ խնդիր չկա, այս մասով եւս այլևս հնարավոր չի լինի նման բան իրականացնել։ Եվ նաեւ պետք է նշենք հետեւյալը, որ համակարգի ներդրմամբ մենք նաեւ կարող ենք փաստել, որ կլինի մեկ հնարավորություն նաև մեր աշխատողների կողմից, որ իրենք երբ որ իրենց պայմանագրեր, իրենց տարբեր տեղեր աշխատելու մասով ինֆորմացիա ուզենան ներկայացնեն որևիցե գործատուի, կկարողանան իրենց պայմանագրերը օրինակի համար տպեն եւ դա եւս ներկայացնեն, որովհետեւ սա համարվելու է որ պաշտոնական փաստաթուղթ, հետեւաբար կարող են նաև ներկայացնել դրանով իսկ փաստելով, որ իրենք այսքան տարիներ աշխատել են այսինչ գործատուի մոտ եւ ունեն այսքան տարիների ստաժ եւ այլն։ Սա եւս մեկ հնարավորություն է հավելյալ, որը կարող է օգտագործվել։ Այժմ առաջարկում եմ ծանոթանալ աշխարհում կատարվող իրադարձություններին։ Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան Ուկրաինայի հետ ստորագրել են մտադրությունների հուշագիր Ուկրաինայում զորքեր տեղակայելու մասին, եթե Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքվի։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը։ Հունվարի 6-ին Փարիզում կամեցողների կոալիցիայի երկրներից ղեկավարների եւ բարձրաստիճան պաշտոնյաների բանակցություններից հետո Սթարմերն ասել է, որ Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան կստեղծեն ռազմական կենտրոններ Ուկրաինայում ապագա ներխուժումը կանխելու համար։ Իր հերթին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ կարող են տեղակայվել հազարավոր զինծառայողներ։ Նա նաև նշել է, որ Ուկրաինայի դաշնակիցները զգալի առաջընթաց են գրանցել բանակցություններում։ Հանդիպման ժամանակ Ուկրաինայի դաշնակիցները նաև հիմնականում համաձայնել են Ուկրաինայի համար անվտանգության ամուր երաշխիքների շուրջ եւ առաջարկել են, որ ԱՄՆ-ն վերսկսի հրադադարի ռեժիմի մոնիթորինգը։ Միևնույն ժամանակ տարածքների հարցը դեռևս քննարկվում է։ Ռուսաստանը բազմիցս զգուշացրել է, որ Ուկրաինայում ցանկացած օտարերկրյա զորք կլինի օրինական թիրախ։ Վենեսուելայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսը 7-օրյա սուք է հայտարարել ԱՄՆ-ի կողմից պետության նախագահ Նիկոլաս Մադուրոին ձերբակալելու գործողության ժամանակ զոհվածների պատվին։ Ամերիկյան հատուկ գործողության ժամանակ ըստ ԱՄՆ պաշտոնյաների գնահատականների Վենեսուելայում զոհվել է շուրջ 75 մարդ։ Ավելի վաղ Կուբայի կառավարությունը հաղորդել էր, որ ԱՄՆ գործողության ժամանակ զոհվել է 32 կուբացի սպա։ Տեղեկություններ են հաղորդվել նաև ամերիկացի զինվորականների շրջանում մի քանի վիրավորի մասին։ Հիշեցնենք, հունվարի 3-ին ԱՄՆ-ն հատուկ գործողություն էր իրականացրել եւ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոին եւ նրա կնոջը Սիլիա Ֆլորեսին տեղափոխել ԱՄՆ։
նրանց մեղադրելով թմրահաբեկչության, ԱՄՆ կոկաինի մատակարարման եւ զենքի հետ կապված դավադրության համար։ Նիկոլաս Մադուրոին եւ նրա կնոջը մեղադրանքները ներկայացվել են Նյու Յորքի դատարանում։ Նրանք հերքել են մեղադրանքները։ Դատական հաջորդ նիստը կկայանա մարտի 17-ին։ Ուրախ եմ հայտարարել, որ Վենեսուելայի ժամանակավոր իշխանությունները Միացյալ Նահանգներին կփոխանցեն 30-ից 50 միլիոն բարել բարձրորակ սանկցիաներով արգելված նավթ, գրել է Դոնալդ Թրամփը իր սոցիալական էջում։ Այս նավթը կվաճառվի շուկայական արժեքով եւ ես, որպես Միացյալ Նահանգների նախագահ, կվերահսկեմ, որպեսզի այս գումարն օգտագործվի Վենեսուելայի եւ Միացյալ Նահանգների ժողովրդի օգտին։ Ես հանձնարարել եմ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթին անհապաղ իրականացնել այս ծրագիրը, հավելել է Թրամփը։ Նա նշել է, որ նավթը կհասցվի ամերիկյան նավահանգիստներ։ Ավելի վաղ ABC News-ը հղումանելով իր աղբյուրներին հաղորդել է, որ ԱՄՆ իշխանությունները պահանջել են Վենեսուելայի գործող նախագահից խզել տնտեսական կապերը Ռուսաստանի, Իրանի, Կուբայի եւ Չինաստանի հետ։ Սիրիայի Հալեբ քաղաքում համեմատաբար հանգիստ իրավիճակ է տիրում քրդերի գլխավորած Սիրիայի դեմոկրատական ուժերի կողմից քաղաքի բնակելի թաղամասերի եւ տարբեր տարածքների վրա հարձակումներից հետո, որոնք հանգեցրել են քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի եւ լայնածավալ նյութական վնասների։ Սիրիական իշխանությունները ձեռնարկել են մի շարք անվտանգության եւ նախազգուշական միջոցառումներ հետագա խախտումները կանխելու համար։ Հալեպի նահանգապետարանը հայտարարել է դպրոցներում, համալսարաններում եւ պետական գրասենյակներում աշխատանքի դադարեցման մասին։ Սիրիայի քաղաքացիական ավիացիայի եւ օդային տրանսպորտի գլխավոր վարչությունը հայտարարել է դեպի Հալեպի օդանավակայան եւ այնտեղից չվերթերը 24 ժամով դադարեցնելու մասին։ Սիրիայի դեմոկրատական ուժերի կողմից Հալեպի բնակելի թաղամասերի վրա հարձակումների պատճառով։ Իր հերթին Սիրիայի դեմոկրատական ուժերը հերքել է իր պատասխանատվությունն իրավիճակի սրման համար, մեղադրելով Սիրիայի կառավարությանը իրադարձությունների հետևում կանգնած լինելու համար եւ պնդելով, որ զոհերը գրանցվել են կառավարամետ խմբավորումների կողմից հրետանային եւ հրթիռային կրակոցների հետևանքով։ Իրանում վերջին 10 օրերի բողոքի ցույցերի ընթացքում զոհվել է առնվազն 36 մարդ, հայտնել է Մարդու իրավունքների պաշտպանության խումբը։ Նշվում է, որ արտասահմանում գործող մարդու իրավունքների ակտիվիստներ լրատվական գործակալությունը հայտնել է, որ հաստատված զոհերից 34-ը ցուցարարներ են, իսկ 2-ը կապ ունեն անվտանգության ուժերի հետ։ Իրանի իշխանությունները զոհերի պաշտոնական թիվը չեն հրապարակել, սակայն հայտնել են, որ զոհվել է անվտանգության 3 աշխատակից։ Մարդու իրավունքների ակտիվիստներ լրատվական գործակալությունը նաև հայտնել է, որ տնտեսական ճգնաժամի պատճառով սկսված եւ 31 նահանգներից 27-ում տարածված անկարգությունների ժամանակ վիրավորվել է ավելի քան 60 ցուցարար, ձերբակալվել է 2076-ը։ Ավելի վաղ անվտանգության ուժերն արդյունքաբեր գազ են կիրառել Թեհրանի մեծ շուկայում հավաքված ցուցարարների դեմ։ Բողոքի ցույցերը սկսվել են դեկտեմբերի 28-ին, երբ խանութպանները դուրս են եկել մայրաքաղաքի փողոցներ, արտահայտելու իրենց զայրույթը ԱՄՆ դոլարի նկատմամբ իրանական ռիալի փոխարժեքի կտրուկ անկման դեմ։ Շուտով ցուցարարներին են միացել նաև ուսանողները եւ բողոքի ակցիաները տարածվել են տարբեր քաղաքներում։ Իրանի իշխանությունները հայտնել են, որ ցուցարարների պահանջները ընդունելի են։ Նրանք հայտնել են տնտեսական նոր միջոցառումներ ձեռնարկելու մասին։ Արմինե Գևորգյան, Update լրատվական։ Եվ միջպետական ու հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են։ Ապարանի, Արագածի, Սպիտակի, Թումանյանի, Տաշիրի, Սևանի, Ճամբարակի, Մարտունու, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նայիրի, Վայքի, Սիսյանի, Գորիսի, Արտիկի, Աշոտսկի, Ամասիայի եւ Վանաձորի շրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման եւ աղավասով մշակման աշխատանքներ։ Ճանապարհային դեպարտամենտից հորդորում են լինել ուշադիր, պահպանել ճանապարհային երթևեկության կանոններն ու երթևեկել բացառապես զմռային ավադողերով։ Ինչ վերաբերում է եղանակին, Գագիկ Սուրենյանը հստակեցրել է, որ այն կանխատեսումները, թե գիշերային ժամերին սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացում 16-ից 20 աստիճան, չի նշանակում, որ գարնանային եղանակ է սպասվում։ Սա նշանակում է, որ օրինակ Լեռնային մարզերում գիշերը գրանցված -20-ից -26 աստիճանի փոխարեն հունվարի 9-ի լույս 10-ի գիշերը ջերմաստիճանը կլինի -3-ից -6, Արարատյան դաշտում գրանցված -14-ից -18-ի փոխարեն 0-ից 3 եւ այլն։ Այսքանը դուք դիտում եք Update լրատվականը, հաջողություն։